Լինոզմինդայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արվեստագետ Համլետ Արոյանին և նրա ստեղծագործական խմբին տրամադրվեց նոր արվեստագիտական սենյակ, որը շուտով կդառնա ստեղծագործ մտքի ու գույների կենդանի կենտրոն։ Նոր տարածքը ստեղծում է առավել հարմար պայմաններ երեխաների գեղարվեստական զարգացման և ստեղծագործական ազատության համար։ Մենք ևս ներկա էինք այս կարևոր իրադարձությանը և սեփական աչքերով ականատես եղանք երեխաների անկեղծ ուրախության։ Նոր արվեստագիտական սենյակը խոստանում է դառնալ այն վայրը, որտեղ կձևավորվեն նոր գաղափարներ, կբացահայտվեն տաղանդներ և կծնվեն ապագայի արվեստագետներ Համլետ Արոյանի փորձառու առաջնորդությամբ։ Մեր այստեղ հանդիպելը դա նպատակային է լրիվ, որովհետև ամենից առաջ իմ լավ խոսքը մեր ղեկավարությանն եմ ընտրում, քաղաքապետարանը, կուլտուրայի բաժինը միանգամից որոշել են, որ Արոյանի տեղը փոխենք, որտեղ շատ է փոքր տեղը, բայց այստեղ մոտ 200-300 աշխատանք ունենք, կարգավոր ենք դարձնեմ մեծ կուլտուրական օջախ սա։ Դուրնել ընդեղից բացատրի առանցին մեզ համար, որ ուրիշ մեծ չխանգարի։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ղեկավարությանը, քաղաքապետին, կուլտուրայի բաժնի վարիչին, բոլոր կուլտուրայի աշխատող աղջիկներին, որոնք մեզ իրենց լոմանն տրեցին այստեղի համար։ Շատ ես գոհ եմ։ Իսկ առանձնապես հələ նոր ենք սկսել, նոր է։ Ասում չէ, միանգամից հնարավոր չէ, կամաց եղեց կանոնը եւ ավելի լավ տրամադրություն կստացվի մարդկանց ամենից ինձ կանեմ ասել, որ մուտքը որ իմանան ասել ուրիշ տեղ է, արդեն ուրիշ աշխարհ է, բայց հիմա արդեն դարի այսօր աշխատանքը հիմնականը մեր աշակերտների ուժերով է։ Իրենք իրենց աշխատանքները հիմա տեղադրեն իրար հետ իմ ձևորյանցանք ինձ պետք է անենք, որը հետագայում մեծ տրամադրություն ստեղծի մեր հասարակության մեջ։ Մարդկանց մեջ արվեստը պետք է պատկանել է ժողովրդին եւ առավել եւս հենց հիմա։ Քանի անգամ նորից կրկնեմ մեր ղեկավարությանից շատ գոհ շնորհակալ եմ մեր աշակերտների ծնողների անունից, իրենց հարուստ հոգով, որով իրենց լետեսնեք ինչ աշխատանքներ են, չի երևում, որ փակցնեն, որ արդեն ստումելով երևա։ Շատ գոհ զգացված եմ իրենց տրամադրված այս այսօրվա մեծ լուսավոր։ Ասում են ամառը կարող է շատ ազդեցիկ լինի տակության տեսակետից է խոսքը, բայց հիմա մի քիչ նոր ենք սկսել ծմերը, ինչ անենք, ամեն ժամանակի հետ պետք է եկենք յոլակ։ Ասել էսեն է, որ իմ տեսա երեկվա հադարությունից երեխեք իրենց եկան, որ ամեն մեկը տեղադրի իր աշխատանքը վերցնի տնենք։ Բայց երկարն էլ շատ գոհացնող է, առաջ անգամ չէ որ մենք տեսել ենք իրար, շատ ժամանակ, բայց հիմա այստեղ այդեն տրամադրությունների ուրիշ է։ Մի քիչ պետք է դարձնենք տոնական ասենք։ Եվ մեր ղեկավարության նոր 26 թիվը թողնի ամենից առաջինը առողջության տարի, խաղաղության տարի, միշտ լինի փոխադարձ հարկանք։ Մեր ղեկավարությանը մեր այս քաղաքին, որ միշտ ես տեսնում եմ ինչ թևի մաքուր է, շատ լավ։ Բոլորից գոհ եմ, բոլոր մեր կուլտուրայի բաժնից սկսած, քաղաքապետարանից սկսած, բոլոր աշխատողներից շատ գոհ եմ, որ հիմա կան նորից տեսնեն թե Արոյանը ինչ արեց այստեղ։ Հələ նոր ենք սկսել։ Ձեր կանն էլ բարի մշտական լինի, լավ եղեք, առողջություն եւ այս նոր տարին էլ 26 թվականին ինձ համար առողջության, հաջողության միշտ տեսնենք իրար, ինձ որ ցանցնենք հողին նայելով